Յեդեսիո դիմադրությունը, տեղահանության առաջին քայլերը։ Կառավարությունը ծրագրած էր Յեդեսիո տեղահանությունը, բայց ընդհանուր դիմադրության չի հանդրվելու համար թուրքերը սկսան զանազան խաբեբայություններ ուտիմել եւ ըստ իրենց ծրագրին մաս-մաս հեռացնել նախաբես քաղաքեն հայտնի անձերը։ Առաջին անգամ ձերբակալեցին 40 երևելիներուն եւ առաջնորդը։ Ասոնք տարուվեցան տեղուն բանդը, որ ախոր մներ։ Թուրքերը գվատմեն շատ չարչարած են զանոնք, երբ հայերը գուզեն գերակուրտ անիլ աչնորդին եւ մյուս բանդարգյալներուն կարկիլուին։ Երկրորդ օրն իսկ բանդարգյալները գփոխրաթրուվին ուրիշ տեղ եւ կանհետանան։ Երկրորդ անգամ պահանջեցին արևտրական դասեն 100 հայեր, հակառակ որ հազարներով ոսկի շաչարք տրված էր պաշտոնյաներուն եւ զինվորականներուն, որոնք պատվող խոսք տված էին բանդարգյալներուն բահել քաղաքին մեջ, այդ 100 հոգին ալ ղրկվեցան, հայտնի չէ ուր եւ անհետանան։ Երրորդ անգամ դարձյալ 100 հոգի ձերբակալեցին եւ ակսորեցին։ Յեդեսիացի հայերը գիտեին հայաստանցի հայերու վիճակը, տեսեր էին անոնց օղորմերի գարավանները, լսեր էին անոնց պատահած զարհրուրելի դեպքերը եւ տեսան, որ Յեդեսիո դեղահանությունը սկսած էր կատարվել ճիշտ նման ուրիշ հայապնակ վայրերու դեղահանության։ Գիտեին, որ եթե հնազանդ էին, հետևանքը պիտի լան աղջիկներու եւ մանուկներու արևանկությունները, այրերու կոտորած, գանած բռնապարություն, մահ եւ սոսկմ եւ բոլոր այն գստմելի անցքերը, որ դեղի ունեցային անոնց աչքերուն առաջ։ Յեդեսիացի հայ կանայք վարուվեցան ծասումով եւ ըմպոստությամբ եւ ստիպեցին իրենց այրերը, որ այլ եւս չի հնազանդեն եւ չի հանձնվին կառավարության։ Այդ միջոցին նույն քաղաքացի թուրքերը լուր ղրգած էին հայոց գեղեցկակեմ կանոնցի ուսած էին. Եթե Յեդեսիո հայերը դեղահանլան, դուք անհոգ եղեք, դուք եւ ձեր զավակները մեզ մոտ կմնաք, դուք մերն եք։ Չերքեզներ եւ թուրքեր տակավին գրիվ չսկսած գուգային հայոց դռները կչառնեին, թրամ եւ աղջիկ կպահանջեին եւ մերժվելով կսպառնային կոտորել զանոնք։ Այն դեները, որոնց այրերը ակսորված էին կամ զինվորականին կացած, կենթարկվին տեղացի թուրք երիտասարդներու գիշերային յարցակումներուն, որոնք կկողոպտեին, կբռնանային։ Յեդեսիո կանայք ունեին արդեն լավ գազམ་ագերբություններ, կպահեին որփանոց, արհեստանոց, գարմիր խաչի ընկերություն եւ այլն։ Այդ ընկերություններու բոլոր անդամուհիները համաձայնեցան եւ պատրաստվեցան թունավորվել, քան թե թշնամուն ձեռքինալ։ Կառավարությունը կշարունակեր 100 առ 100 մարդ պահանջել, բայց այլևս ժողովուրդը կընդդեմանար եւ ոչ ոք չի հանձնվիր կառավարության։ Կանայք տելադրությամբ այրերը քաշված էին շուկայեն, փակված կմնային իրենց բարգեր թաղին մեջ եւ իրենց կանայք արևտուրը կշարունակեին։ Փուրն միջոցներու արջեգը առնելու համար 100,000-ներով կաշառած էին կառավարությունը, բայց անիգա խիստ կերպով կպահանջեր այրերուն եւ մանավանդ 7 աղբերներուն մեծ աղբերը։ Անիգա գաղեր եւ խիստ հետապնդման ենթակա էր։ Բայց եւ այնպես ամեն օր զանազան ծպտումներով գիչեր քաղաք եւ նույնիսկ կառավարական շենքերուն մեջ մտնելով գիմանար հայոց մասին եկած հրամանները եւ դրված տեղեկությունները։ Կառավարությունը հերացուցած էր հայաստանցի հայեր, որոնք կգտնվեին Յեդեսիա եւ մյուս կողմանը խիստ կերպով արգելած էր դեղացի հայերու ովևէ պատճառով քաղաքեն մեկնիլ։ Հերացուցած էին նախ Յեդեսիայեն Սուրիա, պատերազմական գերի եվրոպացիներուն։ Այդ օրերուն խումբը ոստիկաններ եկան հայ դուն մխուզարկելու։ Դանը մեջ այր չի գար եւ մնացել էին մայր եւ աղջիկ։ Այս վերջնոյն գերեզգությունը հրաբուրեց ոստիկաններու փեդը, որ աբարտյուն խուզարկության են ետքը ուզելով իր գիրքը յակեցնել, ոստիկաններուն հրամայած էր բռնի դանիլ աղջիկը դանը մեքսենյակը, ուր դագուստոցի մեջ պահված կմնար աղջիկան եղբայրը։ Երբ ոստիկանապետը կմոտենա հայ աղջիկան, եղբայրը չի հանդուրժելով քրոջը սպառնացող վտանգին դուրս կելլե դագուստոցեն եւ ադրջանակը արձակելով կսպանե ոստիկանապետը։ Խուճապ տանը մեջ, ջիչ, աղաղակ, որու միջոցին ոստիկանները կփախին եւ սարսափած լուր կդարածեն, թե հայերը ապստամբած են։ Կառավարությունը անմիջապես օգուտ կքաղի այս դեպքեն եւ ահազանգ կհնչե։ Թեղուն զինվորական իշխանությունը կհերագրե Հալեբ, շուտով օգնության հասեք, Յեդեսիա վտանգի մեջ է, հայերը ապստամբած են, ու Հալեբեն Ֆախրի Փաշան գրքեն, որ շուտով քննություն բանա եւ հարկ եղածը գարկատրե։
Ֆախրիփաշան մյուսներուն պես հրեշ չէր, բայց ստիպված էր կործատրել իրեն տված հրահանգները։ Ան Եդեսիա հասնելով քննություն բանավ եւ անմիջապես հաստատած, որ Հալեբ գրկված տեղեկությունները ճիշտ չէին եւ թե հայերը ապստամբական վիճակի մեջ չէին։ Բայց որովհետեւ Եդեսիու հայերու տեղահանությունը վճռաված էր եւ կործատրությունը յանձնված էր իրեն, բանակցության մտավ հայերուն հետ եւ խոստացավ ամեն թիրություն եւ ապահովություն ընծայալ իրենց։ Հայերը ընկրեցին իր առաջարկները, բայց միակ պայման մտրին, այն էր վերադարձնել այն 200 այրը, որ նախապես թերփակալած եւ աքսորած էին։ Երբ իրենց մեն բաժնված հարազատները ետ դառնան, այնուդեն կյանցնվին եւ կառավարության մշակած տեղը գերտան։ Ֆախրիփաշան սլիտ ուզեր կատարել եդեսիացիներուն խնդիրը, բայց աքսորիալները սպանված էին։ Երբ հայերը տեսան, որ Ֆախրիփաշան զանազան խորաննակություններով գծկծկե իրենց խնդիրը եւ գխափե իրենց ասելով թե այս ինչ տեղ պիտի կարենան միանալ աքսորիալներուն, եդեսիացիները ճուզեցան զոհ երթալ եւ բացարձակապես յետարարեցան, որ դուներեն դուրս չպիտի ելին։ 1515 օկտեմբեր ամսվան մեջ Ֆախրիփաշային տված տեղեկություններուն հիման վրա եւ Ջեմալ Փաշային հրամանով Հալեբեն խրկեցին կանոնավոր զինվորներ, 3 թնտանող եւ 4-5 միտրայող։ Տեղական իշխանությունը արդեն հավկած էր շրջակա քուրդերը, զինած էր անոնց եւ դեղացի թուրքերը եւ կանչած էր նույնիսկ բումբուչի չերկեզներուն։ Իսկ Փերեչիգի եւ այդ կողմերուն թուրքերն ալ գամավոր կերպով գերտան Եդեսիու հայերը կոլոպտելու եւ գոտորելու։ Այնպես որ դասնյակ հազարավորներու ամփոփը բաշարած էր հայոց բարձր տեղը։ Հայերը դված էին զինվորները թուրքական բանակին, իրենց երիտասարդ եւ գրողող ուժը կբագասեր։ Կառավարությունը նոր աքսորած էր հարստներուն եւ երիտասարդներուն, եւ մեծ դիվավ տղամարդիկ հերացուցած էր իբրև արհեստավորներ։ Բայց գիները եւ աղջիկները արիությամբ զինված եկան միացան այն սակաբաթյու տղամարդոց, որ դիմադրության գորիկը կգազմեն, եւ ուխտերին մեռնիլ գրվելով, քան թե անարգ տշնամու ցերկը անցնիլ եւ անոր նախադինտներուն ենթարկվիլ։ Գրվը սկսավ։ Յարձագումները դեղի կունենային 4 կողմեն։ Ամեն օր առավոտեն մինչև կեսօր հրացաններուն ձուխը գծածաներ հայոց թաղին վրա։ Հայերուն համար անդարագուսելի էր թե փրկության ովևէ հույս չկա, բայց իրենց դրամատրությունները բարձր էին ու գերքելով եւ խիզաղությամբ կդիմադրեին թշնամիին հրացանացկության բազմաթիվ դիակներ ձգելով գետին։ Եդեսիու այն թուրքերը, որ առաջին գրագը բացած էին, գրեթե բոլորն էլ ինգան։ Մեծ խուճապ յարաճ եկավ թուրքերուն մեջ, իրարանցում եւ սարսափ, մանավանդ որ կանոնավոր զորքը ջերյաջողած գրավել հայոց թաղը, մինչդեռ հայ աղջիկներ շեմ գիտեր ուր տեղեն դուրս գալով, ցերկի ռումպեր գնեդեին թուրք խուժանի մեջ եւ գանեդանային։ Խաղակին թուրքերը հետ զեդե փախան եւ մեբա հայերը դեր դարձան ամփոչ Եդեսիո։ Խաղակը շրջապատում թուրք խուժանին մեջ թուլություն յարաճ եկավ։ Շատերը կհերանային եւ իրենց տեղերը վերադառնալով չափազանց եւ առասմեղական բաներ կպատմեին հայերը ուժին մասին։ Կանոնավոր զինվորը ավելի խիստ փաշարման տեռնանջեց եւ մեծ թափով գրգին յարձակում տեղի ունեցավ։ Իրենց մեջ կային արաբ զինվորներ, որոնց հայերը գոչ կնեին եւ գսեին. «Դուք եղբայր եք, ինչու կգարվիք մեզի դեմ։ Մենք ձեզ չենք զարներ, դուք հերացեք»։ Գրիվը դեված 15 օր։ Այդ միջոցին Եդեսիո հայ քաջերուն անունը մանավանդ յոթան եղբայրներու համբավը դարածվեցավ շրջակավայրերուն մեջ։ Կառավարությունը շփոթված այս անսպասելի դիմադրութենի հրամայեց վճռական միջոցներու դիմել։ Ֆախրիփաշան գուզեր առանց քաղաքը քանդելու հայերը փայել փաշարված դրության մեջ, բայց Հալեբի զինվորական խորհուրդը հրամայած շուտով վերջ տալ այդ դիմադրությանը դնդոնոտները գործածելով։ Հոգդաս 15-ից 20 դնդոնոտները որոտացան եւ հայոց թաղը եւ եկեղեցին քար ու քան դրեցին, քանթեցին նաեւ այն շենքերը, որ հայոց թաղեն հերու էին ու գրվի շրջանագեն դուրսը կմնային։ Բայց այս ավերումն իսկը չնջեցավ հայերուն, որ հյուսահատորեն շարունակեցին դիմադրել։ Թշնամի բանակը շփոթության մատնված էր, որովհետև չէր կարողացած առաջու իմանալ, թե հայերը ապաստան պատրաստած էին գետնաբռներուն մեջ։
Այս գետնափռները հին ժամանակներեն ի վեր գոյություն ունեին, եւ հայերը քուշագուլով իրենց գլխին քալիկը մասամբ նորակելով հարմար ցուցեր էին իրենց պահանջներուն եւ մանավանդ փաշար ամփարած անունց մեջ։ Ունեին իրենց ընդարձակ ամփարները, ջրորները, ապաստարանները բնակչության համար եւ նաեւ այդ գետնափռներու միջոցով հաղորդակցության ճամփեր ապահովեր էին փաշարման գծեն դուրս։ Երբ թշնամին հասկացավ այդ գետնափռներու քանարած դերը, դնդոնոտները ուղեց դեպի քետին, խորդագեց ճամփերը եւ բարձրացող փոշուի ամփերուն մեջ են տեսնելով այերու դիրքումները, վերջին յարձակումով խորդագեց դիմադրությունը։ Թուրք զինվորները խուժեցին հայոց տաղը եւ սկսան անխնայ գոդորել անտուն ժողովրդին։ Երիտասարդները եւ աղջիկները դակավին գգրվեին ցրված խումբերով։ Առանձին մարդիկ կամ գինեք թույնավորված էին եւ գգալարվեին զինվորներուն ոտքերուն տակ, մանոկներ, ձերեր, շուվարածկը դեքերեին ավերակներուն մեջ։ Մինչ անթեն խումբ աղջիկներու դղակ կհրդեհեին հայոց ինչկերը, կդիզեին կորքեր, գարասիներ, նույնիսկ ուդեստեղեններ եւ գջնջեին ամեն ինչ թշնամիու ցերգփանջը ձգելու համար։ Թուրքերը գրավեցին վերջապես հայոց թաղը եւ սկսան հավաքել մանուկներուն, ձերերուն եւ երկուսերը գրվող հայերեն մասը, որ յաջողած էին գերի բռնել։ Թուրքական զինվորականները եւ զինվորները զարմանալով գդիդեին կատարված գետնափռներու կառուցվածքը եւ գրվին մեջ ինգած հայ աղջիկներու թիակները, որոնց քուրծքը զարդարված էին պամպուշտակալներու շարքերով եւ գրեթե յուզված գսեին իրարուն։ Միթե այսպես բան գրնայը ըլլալ։ Գարավարությունը ձերբակալեց մե մոտ 2000 հոգի, որոնց մեջ կային 200-ի չափ այրեր եւ գիներ, ասոնց մե 60 այրեր եւ գիներ աղջիկներ, իբրև աբստան բության հեղինակ քախուվեցան եդեսյուն մեջ, եւ մնացած 140 հոգին խրգվեցան Հալեբ դադվելու համար, իսկ գիները եւ երախեները ակսորվեցան միջագետք։ Այն թուրքերը, որ շրջակայքեն եկած էին գողոպութե, նոյապես ձեռնունային վերադարձան, այլև սարսափած էին, որովհետև գետնափռներուն մեջ են դակաբին գյատնվեին օղջ մնացած հայեր, որոնց մե ոմանք մինչև մահ կնդակ գարցակեին։ Եդեսյա 1895-ի ժամանակ խիստ կոտորացիմը ենթարկված էր, բայց հայերը քիչ ադենին մեջ իրենց կորուստները զարմացած էին եւ նախկին թիրքին դիրացած էին։ Արաբներուն հետ լավ հարաբերության մեջ ըլլալով գերգին դեր դարձած էին իրենց հայկական գյուղերուն։ Խաղակին մեջ վերստին ծաղկած էր վաճառականությունը եւ արհեստները, որոնք ամբողջովին հայերու ձեռքն էին։ Օսմանյան սահմանադրության հրճագումեն ետքը ընդարձակվեցան գորքի գործարանները, բարգավաճեցավ կանանց ձերգագործի ընկերությունը, որոնց արդյունքը կարտացվեր մեծ մասամբ Ամերիկա։ Հայերը ուխեցին քուրդ եւ թուրք հողադերերու հետ երկրագործությունը արդիականացնել, ձեռնարկվեց մեքենաներ բերել եւ հաստատել ջրափաշխություն, բացվեց ժողովրդին բանջկով փանկ օթոմանի մասնաճյուղ, երկրագործական փանկ եւ այլն։ Հայերուն ոչ միայն տնտեսական, այլև մտավորական կյանքը մեծ զարգացում ստացավ։ Ունեին իրենց թատրոնները, լսարաններ, գանանց եւ այրերուն առանցին դրադարաններ եւ երիտասարդական միություններ։ Գերմանական երկարթուղի գիծը հասել էր Եդեսյայեն 4 ժամ հեռու, եւ այդ հանգամանքը մեծ արիթ էր վաճառականության զարգացման, որով եւ երկիրը կհարստանար հետ զեթե։ Գերմանացիները նախապնդություն գուտային հայերուն եւ գիտնալով իրենց ջրաշանությունը եւ բարգեշտությունը, իրենց գործերը կհանձնեին անոնց։ Հայերը սկսան նորեն քնել ընդարձակ արդեր, այքիներ, բարդեզներ եւ շինել եվրոպական ցևով քարաշեն ջերմակ տուներ։ Այս ամենը ոչ միայն գրգռված էին դեղացի թուրքերուն, այլև կառավարությունն ալ փխտորված էր եւ գիտնալով շատ լավ, որ իսլամ տարը հագարակ իրեն մեծամասնության չէ գրնար մրցիլ հայերու հետ, տնտեսական բոյկոտի եւ այլ հալանցներուն միջոցով, ինչպես հայապնակ ուրիշ վայրերուն մեջ, այստեղ ալ սկսած էր դգարացնել կառավարական միջոցներով հայերուն տնտեսական եւ մտավորական ուժը։ Այս լարված եւ թշնամական թուրությունը գոյություն ուներ արդեն իսկ, երբ պատերազմը ծագեցավ։